Ողջույն Հայաստան։ 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 Խոսքս ուզում եմ սկսեմ վերջերս զանազան հեռուստաալիքներով այսպես կոչված հանրապետական այդ բնական լեզ երիտասարդների ասածներից նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնամ կոնկրետ անունների, բայց ես մի հոգու ուզում եմ անդրադառնամ անպայման։ Իդեպ ձեզ ասեմ, ի տարբերություն պարոն Ռաֆիի, ես նրանց չեմ հարգում, ես ընտրակեղծարար չեմ հարգում։ Մեկին եմ ուզում անդրադառնամ, որ են ռուսի ասած «Սամ դնիվալնի, սամ դիժուրնի», Հովիկ Աբրահամյան։ Հələ մի դրա խելքին աշեցեք։ Ուրեմն ասում է շուրջ 950 համայնքից Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է 70 համայնքներում։ Նախ եւ առաջ այդ ձեր արձանագրած թվերը, ձեր խփած, տրորած, սեղմած եւ այլն թվերը պահեք ձեզ։ Մենք գիտենք Ռաֆի Հովհաննիսյանը քանի համայնքում է հաղթել։ Երկրորդը, եթե նույնիսկ 70 համայնքում է հաղթել, ապա 70-րդ հարկից էլ ընկնես Հովիկ, գլուխը ջարդվելու է։ Էլ ուրիշ ինչ եմ ուզում անդրադառնամ այդ շարքից, զզվանքս գալիս է։ Այսօր Հայաստանը ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ղեկավարվում և կառավարվում են նույն մեթոդներով, ինչ որ կառավարվում էր միակուսակցական Հայաստանի սովետական Հայաստանում, սովետական խորհրդային Հայաստանում։ Այդ միակուսակցական համակարգը, որ այսօր զորովից, խնդրելով ինչ որտեղ մարդկանց բերում մտցնում են մի կուսակցություն և մարդիկ էլ մտնում են այդ կուսակցություն, որ այդ կերակրատաշտից օգտվեն։ Ուրեմն ես ես ասեմ, մի հատ ձեր կանանց հարցրեք, որ դուք գործից տուն եք գնում, ձեր կանայք պահարանում պահում են ձեր ողնաշարները, որովհետև ողնաշարով մարդ պաշտոնյա այսօր պետք չէ իշխանություններին։ Վերջում ես ուզում եմ անդրադառնամ Սահմանադրական դատարանի այսպես կոչված լսումներին կամ քննարկումներին կամ վերջում կայացվելիք որոշմանը։ Ուրեմն ես այն մարդկանցից եմ, որ կողմ եմ եղել դիմենք Սահմանադրական դատարան, չնայած ես փոքրամասնություն եմ եղել։ Մեծամասնությունը կողմ է եղել, որ չդիմենք Սահմանադրական դատարան։ Այնուամենայնիվ կոչ եմ անում Սահմանադրական դատարանին և նրա ղեկավարին Գագիկ Հարությունյանին, մարտի 23-ին դու գնալու ես թոշակին։ Վերջի անգամ տղամարդավարի որոշում կայացրու, թող այս ժողովուրդը թոթափվի այդ լծից։ Թող այս ժողովուրդը ի վերջո տեսնի, որ Հայաստանում հնարավոր է արդարություն։ Թող այս ժողովուրդը այդ տզրուկներից իրանց պարանոցի վրայի ձերբազատվի։ Էս ինչ բան է։ Այս մեր մենտալիտետը չի, այս մենտալիտետով չեն ղեկավարում երկիրը, այդ մերը չի, Ռաֆին է մերը, որովհետև եկել է, ինտեգրվել է մեր հասարակության մեջ, ոչ թե եկել է ուզում է հասարակությունը ինտեգրի իրան։ Հայաստան! 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 Մենք այնքան ներուժ ունենք,
որ յուրաքանչյուր մարդու, ով կգա ստեղ, կինտեգրենք մեզ, ոչ թե կինտեգրվենք իրան։ Վերջում ես ասեմ, նախկին բանախոսի յուրաքանչյուր տարի ու ստորակետի ու բարի տակ պատրաստ եմ ստորագրել։ Ես ռուսերեն լավ գիտեմ, ես լավ եմ հասկանում ռուսերեն։ Եվ յուրաքանչյուր տարի տակ Նատաշայի ասած ստորագրեմ։ Ոնց որ ինքն է ինտեգրվել մեզ։ Այնպես մնացածը կինտեգրվեն տեղ ունեն, չէ՞։ Ո՞ր այդ սյուդը։ Շնորհակալություն։